Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, հայտնել է Վատիկան Նյուզը, նա 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին Պապը տառապում էր թոքաբորբով, Ֆրանցիսկոս Պապի վերջին հրապարակային ելույթը 3 էր։ Նա հավատացյալներին դիմել էր զատկի պատգամով։ Նա Հռոմի Պապ է դարձել 2013 թվականին եւ դարձավ պատմության մեջ առաջին Պապը, Ամերիկա մայրցամաքից։ Ֆրանցիսկոսը ծնվել է Արգենտինայում։ Անվտանգային ու արտաքին մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումների պատճառով։ Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասել է Գարեգին II ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Կաթողիկոսի խոսքով միաբանությունն է մեր ազգի հզորացման եւ արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր եւ հուսալի հիմքը։ Հայաստանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, արտգործնախարար Արադ Միրզոյանի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Արարատ Միրզոյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանում արդարադատության ուշացման հիմնախնդիրը համակարգային եւ բովանդակային խորքային խնդիր է, ինչը ըստ վարչապետ Փաշինյանի բխում է արդարադատության եւ հասարակության որպես սահմանադիրի միջև գոյություն ունեցող խզումից։ Ապրիլի 21-ին Երևանում անցկացվող արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք համաժողովի ընթացքում ընդգծել է Փաշինյանը, որ այս խզումը դրսևորում է հատկապես արդարադատության լեզվում, որն անհասանելի է հասարակության լայն շերտերի համար։ Վարչապետի խոսքով արդարադատության բարդ լեզվամաշկը երբեմն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար, ինչը խորացնում է հասարակության օտարացումը դատական գործընթացներին։ Նա նկատել է, որ հասարակության արդարադատությունն ու արդարությունը նույնացնելու միտումը բխում է հենց այդ ընկալման բացից։ Օկուպացված Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան Իվանյան Ստեփանակերտ ճանապարհը կառուցում Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից նշում են, որ ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Ակնա ճանապարհից, որի ընդհանուր երկարությունը 33.6 կիլոմետր է։ Ճանապարհը կհեշտացնի տեղաշարժը տարածաշրջանում, ինչպես նաև զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման վրա, նշում են գործակալությունից։ Իսրայելի ոստիկանությունը սպառնացել է զատիկը տոնել փորձող քրիստոնյաներին, հարձակվելով նրանց վրա Արևելյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ։ Կադրերում երևացել են իսրայելական ոստիկանության եւ քրիստոնյաների միջև բախումների պահերը։ Որոշ հավատացյալների արգելում են մուտք գործել եկեղեցի։ Իսրայելական ոստիկանության կողմից բերման ենթարկված քրիստոնյաների թվում ըստ կադրերի եղել են նաեւ մի հոգեվորական։ Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։ Ալիևը հիմա դեմքով դեպի տարածաշրջանային հարթակներն է շրջվել, հայտարարում է, թե տարածաշրջանում գործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները, իսկ դերակատարներ ագրեսորը տեսնում է Ադրբեջանի ու Վրաստանին, Սիրաշահում ու Սիրաշահում է Թբիլիսին։ Հայաստանի առաջ էլ այդ գործակցության ճանապարհը կբացի, ասում է, եթե Երևանը փոխի սահմանադրությունը։ Հիմա ինչ է խելքին փչել։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Եվ մի նպատակով ուզում է օգտագործի Վրաստանը եւ Վրաստանի տարածք, այսինքն իրանք պաշտոնական դաշնակից երկրներ են, իրանք Գուամի անդամ են, միշտ իրար սատարել են մակից սկսած եւ քվարկել են իրար կողմ եւ Հայաստանի դեմ։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Վրաստանի ներքաշի իրենց քաղաքական խաղին եւ Հայաստանին դուրս թողնի բոլոր ռեալ process-ներից։ Փետրվարին էլ Բաքվում Իրանի խորհրդարանի խոսնակին էր ասում, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, շեշտեցել անընդունելի արտաքին ուժերի միջամտությունը։ Ու այս զրույցի ընթացքում հիշատակեց, կարևորեց 3+3 ձևաչափը։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Իսկ այս ձևաչափը հայտնի է 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով։ Վերջին նիստը անցած տարվա հոկտեմբերին էր Թուրքիայում։ Վրաստանը այդ անգամ էլ բոյկոտեց այս հարթակը, դարձյալ չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։
Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով արևմուտքի գիրկն էր նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը Արցախի հարցում ըստ էության կիսում էին Բաքվի դիրքորոշումը։ Հիմա արդեն, երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, սերն առ արևմուտք սառել է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն էլ հեռախոսով խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։ Հարավկովկասում եւ դարձյալ 3+3 հարթակի շրջանակում գործակցություն են քննարկել։ Ավելի վաղ Լավրովն ասաց, Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են, կասկած չկա, որ այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։ Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Կգտնի արդյոք Վրաստանի աթոռը իր տիրոջը եւ ինչ հարց կլուծի այդ հանդիպումը։ Կտեսնենք արդյոք 3+3-ի ռեինկարնացիան։ Ինչի մասին են Ալիևի հայտարարությունները, պահանջներ, սպառնալիք, չարդարացված ծավալապաշտություն։ Ադրբեջանի նախագահն ու իր տարբեր պաշտոնյաներ հերթով ու կարգով միայն պահանջների լեզվով են խոսում։ Մեր երկրի հետ հարաբերություններ կարգավորելու մասին նախապայմաններ ու օդում կախված սպառնալիք, թե եթե չհամաձայնեք, կկրակենք։ Ստերը թարմացնում են ամենօրյա ռեժիմով։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ եւս մեկ անգամ հերքել Հայաստանի զինված ուժերի կրակելու մասին ադրբեջանական հրապարակումները, որ իրականությանը չեն համապատասխանում։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Բայց քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը իր զորքերին հրաման է տալիս, այսպես ասենք, վախեցնել, մեկ-մեկ կրակել, հետո խաբել, թե հայերն են կրակում, Հայաստանում խոսում են Հարավային Կովկասի պատմության նոր խաղաղ էջը բացելու մասին։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Այս ամենին զուգահեռ ադրբեջանական զինվորները ապօրինաբար շարունակում են մնալ մեր երկրում, հայ գերիները Բաքվի բանտերում դատվում են կեղծ ու հնարած մեղադրանքներով, բացառապես քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանը շարունակում է պահանջել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք իր թելադրած պայմաններով, առանց թաքցնելու հայտարարելով, թե այդ ճանապարհը ուզում է առանց հայկական միջամտության, փաստացի Հայաստանի սուվերենությունը չհարգելով։ Խաղաղության պայմանագիրն էլ, որը Հայաստանը օր առաջ պատրաստ է ստորագրել, դարձյալ ադրբեջանական նախապայմանների պատճառով դեռ միայն թղթի վրա է։ Փաստացի հայկական ու ադրբեջանական խոսույթները խիստ տարբեր են։ Քաղաքագետները կարծում են, որ ադրբեջանական սպառնալիքների ֆոնին Հայաստանը հնարավոր էսկալացիայի ցանկացած ադրբեջանական արդարացում նախապես կանխում է։ Եթե սահմանին բախումներ կամ այն մասշտաբ պատերազմի ամբողջ մեղքը միջազգային հանրության կողմից բարձրի Ադրբեջանն է։ Այսինքն, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, որ եթե պատերազմ է, ուրեմն դրա գլխավոր շահառուն Ադրբեջանն է, դրանից բխող հետևանքներով։ Այն, որ Ադրբեջանը խաղաղության հաստատող պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի, պարզից էլ պարզ է։ Մյուս կողմից լայնածավալ էսկալացիան էլ է բացառում քաղաքագետը։ Այս իմաստով Ադրբեջանի ձեռքերը կապված են։ Պարզ ասած, որևէ հիմնավորում բերել չի կարող, բայց փորձագետը չի բացառում, թե կարող են սահմանային բախումներ հրահրվեն։ Սահմանային լարվածությունը միշտ ձեռնտու է բռնապետներին, թե ներսում, թե դրսում հարցեր լուծելու համար։ Դրա համար նա չունի լեգիտիմ հիմք։ Այն որ ինքը խաղաղասեր չի, այն որ ինքը անընդհատ փորձելու է Հայաստանի լարվածության պայել, նաև իր ներքին լսարանի համար, ներքին քաղաքականության տեսանկյունից բոլոր բռնապետերին պետք է արտաքին թշնամու կերպարներ, պետք է որ անընդհատ լինի պատերազմ, եւ այլ, որպեսզի ներքին խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղի։ Պատճառները բազմաթիվ են, եւ Հայաստանին ճշմարտ տակ պահի։ Իդեպ հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը իր երկրում հավատարմագրված դիվանագետներին հավաքել ու Արցախ էր գնացել, հպարտանալով հաջողություններով ու հաղթանակներով։ Էթնիկ զտումներն ու ադրբեջանական բարբարոսությունները իհարկե լուսանցքից դուրս են մնացել։ Ալիևը մոռացել է նաև զինվորական դատարանի դռները բացել այն մարդկանց դիվանագետների ու անկախ դիտորդների առաջ, որոնք ցանկություն են հայտնել պարզապես հետևել հայերի դատերին։ Բրիտանական The Guardian պարբերականի տեղեկացմամբ Իրանի եւ Ամերիկայի միջև բանակցությունների հաջորդ երկու փուլերն անցկացվելու են այս շաբաթ Ժնևում, հաջորդ շաբաթ Օմանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային էլ հայտնել է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 26-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ այս շաբաթ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գործարք կկնքվի։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։ Հուսով ենք, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործարքից հետո երկու կողմերն էլ կսկսեն մեծ բիզնես վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում է եւ հարստություն կստեղծեն, գրել է Թրամփը։
Ռուսաստանում միգրանտների երեխաների ռուսաց լեզվի թեստը հանձնելու ժամկետը կսահմանափակվի 2 տարի։ Նման օրինագիծ է առաջարկվել Պետդումայում։ Եթե օտարերկրացին 2 տարվա ընթացքում չի հանձնում լեզվի քննությունը, ապա նա կզրկվի դպրոցական ծրագրերի անվճար ուսումնասիրության իրավունքից։ Ներկայումս թեստը հանձնելու ժամկետը սահմանափակում չունի։ Այս տարի Իսպանիայում հանգիստը կարող է այլ տեսք ունենալ, քանի որ երկիրը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում զբոսաշրջիկների թիվը կրճատելու համար։ Որոշ շրջաններում կներդրվեն զբոսաշրջային տուրքեր, իսկ այլ քաղաքներում կտրուկ կկրճատվի հանգստի համար վարձակալության տրվող տների թիվը, զբոսաշրջությունը կառավարելու եւ այն երկրի ու նրա բնակիչների համար ավելի կայուն դարձնելու նպատակով։ Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Իսպանիայի ամենահայտնի ուղղությունը Բարսելոնան մինչև 2029 թվականն արգելելու է հանգստի համար նախատեսված բոլոր 10,000 բնակարանները։ Սեուլում անհայտ անձը հրդեհել է բնակելի բարձրահարկ շենք, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ 60-ամյա կորեացին մտել է 21 հարկանի շենք եւ 4-րդ հարկը հրդեհել։ Հրդեհից փախչելիս 3 մարդ է ընկել պատուհանից եւ մահացել, եւս 11 հոգի վնասվածքներ են ստացել։ Ռուս եւ ամերիկացի տիեզերագնացներից բաղկացած թիմը բարեհաջող վայրեջք է կատարել Ղազախստանում։ Ռոսկոսմոսի տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը, Իվան Վագները եւ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Դոնալդ Պետիտը, ովքեր տիեզերք էին մեկնել Սոյուզ տիեզերանավով, վերադարձել են երկիր։ Ապրիլի 20-ին սկսվել է Կլյուչևսկոյ հրաբխի ժայթքումը, ներկայումս հրաբխի ժայթքման պատճառով հայտարարվել է ավիացիոն վտանգի դեղին աստիճան։ Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբխի Կլյուչևսկոյի բարձրությունը ծովի մակարդակից 4800 մետր է։ Վերջին անգամ Կլյուչևսկայը սոպկան ժայթքել է 2023-ի աշնանը։ 2025 թվականի ապրիլի 21-ին Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Ջերարդ Գաֆեսյան 100 ոսկե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին բարերարի կերպարն ու երախտապարտություն մակագրությունը, դարձերեսին նրա դիմապատկերն ու կրկեսային շքերթ Park City-ում ոսկերչական պատկեր, անվանական արժեքը 10,000 դրամ։ Հուշադրամը վաճառվում է դրամագետ վաճառասրահում։ Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճել է ավելի քան 2%, սահմանելով պատմական նոր ռեկորդ եւ գերազանցելով $3,400 մեկ տրոյական ունցիայի համար։ Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է $72.04 կամ 2.16%, նախորդ փակման համեմատ, մեկ տրոյական ունցիայի համար կազմելով $3,400.44։ Հայաստանում տեսալսողական մեդիան անկախ է եւ ազատ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը խորհրդարանում ներկայացնելիս արձանագրել է հանձնաժողովի նախագահը։ Ես ի նկատի ունեմ միայն այն տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո։ Եվ ազատ եւ անկախ ասելով կարևոր նաև նկատառում ի նկատի ունեմ պետություն այդ մեդիաների փոխհարաբերությունները։ 7-րդ անգամ է տարեկան զեկույցով ներկայանում Հակոբյանը ու 7-րդ անգամ արձանագրում է, որ կարգավորող մարմինը գործել է ազատ թափանցիկ հաշվետու հասարակության առջև։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա այն առաջինը երաշխավորված է սահմանություն եւ օրենքներով, երկրորդը երաշխավորված է հանձնաժողովի կազմով։ Ամբողջ տարվա հաշվետվությունը փաստաթղթավորված է խորհրդարանի սեղանին։ Հակոբյանը նախընտրում է խորհրդարանական ամբիոնից խնդիրների մասին խոսել։ Դրանք օրենսդրական լուծումներ են պահանջում տեսալսողական մեդիայի ոլորտում զարգացում ապահովելու համար։ Հետ ճշմարտության միջավայրում ենք ապրում, ձևակերպում է Հակոբյանը։ Ավանդական մեդիայից տեղեկությունը ծորում է դեպի սոցիալական ցանցեր, տարածվում ամենատարբեր հարթակներում, արդյունքում մեծ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի տեղեկատվական մարդկանց հոգևոր ու ֆիզիկական անվտանգության համար։ Սահմանափակում է Հայաստանի հոգևոր ու տեղեկատվական ինքնիշխանությունը, լուծումը նախ բոլորի համար հավասար խաղի կանոններն է։ Բոլոր մուլտիպլեքսում, ցանցային օպերատորների փաթեթներում, համացանցում հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն։ Այսօր քիչ թե շատ արդյունավետ կարգավորման ենթակային միայն հայնարային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում։ Մյուս խնդիրն այն է, որ ցանցային օպերատորների փաթեթավորումը եւս քիչ թե շատ կարգավորում են միայն հեղինակազորված հայկական արտադրության հեռուստանախագծերը։ Արտերկրի տեսալսողական ծառայության մատուցողները որևէ կարգավորման չեն ենթարկվում։ Հանձնաժողովը վերահսկման գործիքներ իրավասություն չունի։
Եվ ստացվում է, որ հայկական ալիքները նրանք պահպանում են օրենքները, որտեղ կարգավորում են, իսկ դրսից, ներխուժում են, ծորում են մեր, տեղեկատվական ինքնիշխան հարթակներ, դուք շատ լավ գիտեք, եւ թշնամանքի խոսքը Ավելին հայկական արտադրանքի համար վճարներ նախատեսված չեն, բայց կաբելային ցանցերը վճարում են արտերկրի արտադրանքի համար։ Օտար հեռուստանախագծերի հեռարձակումը, եթե դրանք օրինակ մանկական կամ մշակութային չեն, պետք է արգելվեն։ Ըստ Հակոբյանի, այստեղ էլ պետք են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Միայն 72-ն են հայկական։ 164 հեռուստածրագրեր RD արտադրության են, Ռուսաստանի Դաշնության, 47-ը ԱՄՆ-ի, 16-ը ֆրանսիական եւ այսպես շարունակ։ Որպեսզի Հայաստանում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ Հակոբյանը ասում է, նպատակն այն է, որ գովազդային դաշտը բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև։ Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են, հայտարարել է Երևանի քաղաքապետ Ավինյանը, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։ Ավինյանը ասել է, խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու։ Նման բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Ըստ նրա, գայթակղությունը մեծ է եւ պետք է համակարգային լուծումներ գտնել։ Այս մակարդակում որքան պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք, ասել է Ավինյանը։ Համեղության կանխավարկածը չխախտելով ուզում եմ ֆիքսել, որ որևէ կոնկրետ բան չենք ուզում ասել այդ անձանց վերաբերյալ, բայց այնուամենայնիվ շատ լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են եւ ընդհանուր առմամբ չգիտեմ, էլի այս մակարդակում էլ ինչքան պետք է այդ գործողությունները տեղի ունենան, որպեսզի մենք ընդհանուր առմամբ այս խաղի կանոնները հասկանանք բոլորով։ Ապրիլի 20-ին ժամը 11:30-ի սահմաններում Արդարադատության նախարարությանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ 1973 թվականին ծնված ԶԽ-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։